Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր օգոստոսի 14-ն է, օրն ուրբաթ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանին։ Արմեն Գրիգորյանին էլ վարչապետը շնորհակալություն է հայտնել այդ պաշտոնում իր կատարած աշխատանքի համար։ Պարոն Գրիգորյանը ներգրավված է եղել այս ողջ ընթացքում անվտանգության ոլորտի հետ կապված որակարգում ամբողջ ծավալով հասկանալիորեն, այդ թվում խաղաղության հաստատման գործընթացում եւ ունի շատ էական ներդրում այդ ոլորտում մեր ունեցած ձեռքբերումների կայացման հարցում եւ դա շատ գնահատելի է եւ ուզում եմ պարոն Սիմոնյանին ներկայացնել որպես անվտանգության խորհրդի նոր քարտուղար եւ հաջողություններ մաղթել նրան այդ ոլորտում։ Պարոն Սիմոնյանն էլ է ներգրավված եղել նախորդող շրջանում մեր կարևոր եւ ռազմավարական որոշումների կայացմանը եւ կարծում եմ, որ նաեւ լինելով ազգային ժողովի նախագահ ըստ էության աշխատանքային տեղեկատվության պակաս չունի եւ կարող է միանգամից անցնել անվտանգության խորհրդի քարտուղարի արդյունավետ գործունեությանը։ Դուք նշեցիք այն աշխատանքները, որում ես ներգրավված եմ եղել, այդ աշխատանքները, որտեղ որ հաջողել ենք, դրա մեջ մեծ ներդրում է ունեցել ԱԽ գրասենյակը, որտեղ որ չենք կարողացել կամ թերացել ենք, դա ավելի շատ երևի իմ պատճառով է եղել, ոչ թե երևի այլ հաստատ։ Ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել այս տարիների համատեղ կատարված աշխատանքի համար, ինչպես նաև շնորհավորել պարոն Սիմոնյանին եւ հաջողություններ եմ մաղթում։ Պարոն վարչապետ, ես նույնպես շնորհակալ եմ վստահության համար եւ պարոն Գրիգորյանից եմ շնորհակալ կատարված աշխատանքի համար։ Մենք ունենք լավ ընկերական եւ գործընկերային հարաբերություններ, որոնք ինձ համար թանկ են եւ կարծում եմ, որ կարողանանք միասին աշխատել անկախ այն բանից, որ վարչապետը ասաց, որ տեղյակ եմ եւ մասնակցել եմ, կարծում եմ դուք պետք է ինձ օգնեք մտնել աշխատանքային գործընթացի մեջ ավելի խորը եւ հուսամ կարողանանք իրար աշխատել։ Իհարկե նախորդող շրջանում շատ մեծ եւ կարեւոր աշխատանք է կատարվել, բայց առաջիկայում նույնպես նույնքան մեծ եւ նույնքան կարեւոր աշխատանք պիտի կատարվի։ Ես կարծում եմ առաջին բանը, որ պետք է անենք, նախ վերլուծելն է նախորդ շրջանի աշխատանքը եւ որոշելը այն առաջնահերթությունները, որոնց վրա անվտանգության խորհրդի գրասենյակը եւ անվտանգության խորհրդի քարտուղարը առաջիկայում պետք է կենտրոնանան։ Ես դրա վերաբերյալ ունեմ որոշակի եւ կոնկրետ պատկերացումներ։ Ես ունեմ կոնկրետ խնդիրներ առաջադրելու անվտանգության խորհրդի քարտուղարին եւ անվտանգության խորհրդի գրասենյակին եւ առաջիկայում մենք այդ թեմայով քննարկումներ կունենանք եւ ես կտամ անհրաժեշտ հանձնարարականներ, մինչ այդ պարոն Սիմոնյան, իհարկե համաձայն եմ, անկախ նրանից, որ պրոցեսներին ամբողջությամբ տիրապետում եք, անհրաժեշտություն կլինի որոշ ժամանակ, ոչ շատ երկար, ծանոթանալ անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատանքի առանձնահատկություններին, կանոնադրական լիազորությունների շրջանակին եւ գործունեության կանոնադրության շրջանակին, որից հետո արդեն աշխատանքային կարգով ես կառաջադրեմ այն կոնկրետ խնդիրները, որոնց լուծումները առաջիկայում ակնկալելու եմ ձեզնից եւ անվտանգության խորհրդի գրասենյակից։ Ազգային ժողովը այսօր ավարտել է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը։ Հիշեցնենք, որ այն ընդմիջվել էր 3 քննարկումների փուլում։ Կրքերը թեժացել էին այնքան, որ պատգամավորները հարաբերություններ պարզելու համար դուրս էին եկել դահլիճից։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորների մոտ երեկվա միջադեպից հետո կարծիք էր ձևավորվել, որ ուժեղ Հայաստանը ընդունել է իր պատգամավորի պահվածքի հետ կապված խնդիրը եւ կփորձի հարթել իրավիճակը։ Ինքը շարքային սադրիչ է, որը որ ձեր շարքերում ներդրված է եւ որը որ
ձեր շարքերում ներդրված է առաջնահերթ ձեզ վնասելու համար։ Ընդունում եք, որ անպարկեշտ պահվածք է եղել ձեր թիմակցի կողմից, ասում եք մենք կքննարկենք, բայց ինձ թվում է դուք այսօր սխալ տրամադրվածության եք եկել ազգային ժողով, ես այնուամենայնիվ հույս ունեմ, որ ձեր բանականությունը այդ տեսանկյունից կաշխատի եւ դուք բարձրաձայն կդատապարտեք։ Դուք պատկերացնում եք ինչ եք անում։ Դուք ձեր գնահատմամբ սխալին սխալով եք արձագանքում։ Դուք ձեր գնահատմամբ ոչ ճշտին նույնությամբ կամ մի բան ավել եք արձագանքում։ Մի հատ խնդրեմ ավելին, մի հատ համեմատեք այն խոսույթը, որը ներկայացվել է հավաքական ձեր կողմից, հավաքական առանց անձերի նայելու։ Եվ հետո նայեք կրկին հավաքական այն խոսույթը, որը մեր կողմից է ներկայացվում։ Անկեղծ եմ ասում, իմ մոտ տպավորություն էր, որ ազգային ժողովի նիստերի դահլիճը զոհասեղան է, ինչ է։ Զոհասեղան, մոտավոր տվեք այդ մեկ մարդուն, այսինքն Ասում եք, պետք չի սխալին սխալով պատասխանել։ Կներեք, իսկ մենք գիտենք, որ դա սխալ է, որ դուք դա սխալ եք համարում։ Դուք ելույթ ունենալիս նույնիսկ սխալ բառ օգտագործելիս ասեցիք ըստ ձեզ սխալ։ Հիմա մենք ինչ գիտենք, դուք դա սխալ եք համարում, թե մեր։ Հաջորդը։ Գոյություն ունի այսպիսի մի պարզ սիլոգիզմ։ Եթե սրիկան վիրավորանք է, ապա Էդգար Ղազարյանը պիտի ներողություն խնդրի։ Եթե սրիկան վիրավորանք չի, ուրեմն լրիվ նորմալ է, որ Էդգար Ղազարյանին, ըստ Էդգար Ղազարյանի, անվանեն սրիկա։ Դա սիլոգիզմ է, որը ես առաջարկում եմ կոտրել ստեղ, շատ պարզ ձևով։ Նախ ձեզնից ոչ ոք չի առաջարկում բերել ստեղ զոհ անել։ Փառք Աստծո, պարոն Ղազարյանը սփխեչի ուլ չի, որ բերենք ստեղ մորթենք։ Բայց առաջարկվում է, լրություն, առաջարկվում է անել պարզ բան։ Հնչելա վիրավորանք, թող ներողություն խնդրի վիրավորանքի համար, ինչն է ստեղ անհասկանալի, այդ որ օրվանից ներողություն սխալի համար ներողություն խնդրելը դարավ զոհասեղանին զոհ տալ։ Ռուսաստանը նշել է հայկական գյուղմթերքի ներմուծումը նախկին ծավալներին վերադարձնելու պայմանները։ Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի խոսքերով դրա համար անհրաժեշտ է, որ հայկական արտադրողները խստորեն պահպանեն ԵԱՏՄ-ի անասնաբուժական եւ բուսասանիտարական պահանջները, իսկ ռուսական կողմը ստանա արտադրանքի անվտանգ մատակարարման հստակ մեխանիզմ։ Այս հարցը Լուտը քննարկել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ ԵԱՏՄ-ի ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստի շրջանակում։ Ռուսական կողմը հատկապես կարևորում է գյուղմթերքի անվտանգության վերահսկողությունը, հումքի օգտագործումից մինչև թունաքիմիկատների պարունակության մշտադիտարկում եւ մատակարարումների հետագծելիություն։ Լուտը ընդգծել է, որ հայկական արտադրանքի մուտքը ռուսական շուկա կարող է վերականգնվել նախկին մակարդակին, եթե ապահովեն ԵԱՏՄ-ի սահմանած անվտանգության բոլոր պահանջները։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանը 2 ամսով կալանավորվել է։ Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։ Հիշեցնենք, ընտրական հանցագործության դեպքով Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով ավելի վաղ ձերբակալվել էր նույն վարույթով որպես մեղադրյալ ներգրաված Մարտուն Գրիգորյանը։ Առողջության համընդհանուր ապահովագրությունը 2027-ից ընդլայնվելու է, նախատեսվում է համակարգում ներառել մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին, առցանց հարթակներով աշխատող քաղաքացիներին, ինչպես նաև ապահովագրված անձանց ընտանիքի անդամներին։ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի մասնագետները մարզերի բուժ հաստատություններում դիտարկումներ են իրականացնում, պարզելու հունվարից գործող ապահովագրությունը ինչ արդյունքներ ունի, ինչքանով են խնդիրները հաղթահարվել։ Հիմա ես վստահ եմ, որ եթե հունվարին դուք ունեիք խնդիրներ կամ փետրվարին ունեիք, որովհետև ինֆորմացիան շատ է, հիմա մյուս տարվա հունվարին, որ մեծ խումբ էլի ավելանա, դուք հանգիստ սպասեք։ Այս տարվա հունվարին առողջության համընդհանուր ապահովագրության մուտքը բուժհաստատություններ սկզբնական շրջանում լուրջ խնդիրներ ստեղծեց բուժաշխատողների համար։ Կես տարի անց դրանք քչացել են։ Շատ հարցեր կարգավորվել, բայց բուժանձնակազմի ծանրաբեռնվածությունը չի նվազել։ Այսինքն բուժհաստատությունները, բժիշկները չգիտեն ինչպես աշխատել պացիենտ հետ, պետք է գնա առաջնային օղակ, պետք չի գնա, ով կարող է ուղեգրել, ով կարող է դեղոտանք դուրս գրել,
տվյալ պարագայում են ամենակարևոր կետերը բուժհաստատությունները տիրապետում են, բժիշկները եւս տիրապետում են։ Կես տարի է, որ գործում է համակարգը, ընթացիկ փոփոխություններն ու վերանայումները շարունակական են։ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը պարբերաբար մշակում ու ներդնում է նոր մեխանիզմներ բուժ հիմնարկներում սպասարկման մատչելիությունն ապահովելու համար։ Հիմնադրամի պայմանագրերի մեթոդաբանության եւ որակի կառավարման բաժնի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը բժշկական կենտրոններում եւ առաջնային օղակում կատարված դիտարկումները ներկայացնելիս նշում է. դերևս չի հաջողվում կարգավորել օրինակ օնլայն հեշտագրումների կառավարման հարցը։ Հիմնականում մարզային բուժհաստատություններում պացիենտները չեն հարմարվում առցանց տարբերակին, նախընտրում են հիվանդանոցում հերթ կանգնելը։ Մենք ասում ենք, որ պացիենտները կարող են տանից հերթագրվել, բայց երբ որ ինչ որ բուժ կենտրոնում ինչ որ տեղ կենթանի հերթ կա, ասում են, որ այդ կտորը դուրս է գալիս, մարդը պետք է գա, ակամայից մի քանի ժամ սպասի բուժ կենտրոնում, մինչև իր հերթը գա։ Գյումրի բժշկական կենտրոնում առողջության ապահովագրության հիմնադրամի ներկայացուցիչները շրջեցին բաժանմունքներով։ Բուժ ապահովագրությունից օգտվողների մեծ մասը 65-ից բարձր տարիքային խմբի շահառուներն են։ Վերահսկել է առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի շրջանակներում, կատարվել է ազրոսկրի օստեոսինթեզ, բավականին բարդ կոտրվածք է ունեցել միջտամբիոնային բեկորային, բնական իմպլանտի տրամադրումը նաև կատարվել է պետության կողմից։ Դուք գիտեք, չէ, եթե դուրս եք գնում ու դեղորայքի կարիք ունենաք, այդ դեղորայքի շրջանակն ապահովության շրջանակում կան, որոնք որ փոխհատուցի, այսինքն անվճար եք էլի ձեռք բերելու, գումար չեք վճարելու։ Առողջությունն ապահովագրած քաղաքացիները 6 ամսում հասցրին իրազեկվել, որ շատ վիրահատություններ ու դեղորայք իրենց համար անվճար է։ Ծախսերը պետությունն է փոխհատուցում բժշկական կենտրոններին։ Բժիշկներից էլ պահանջվում է տեղեկացված լինել, թե օրինակ ինչպես են բաշխվում համավճարի փոխհատուցվող գումարները։ Պարտադիր պայման է, որ բժիշկները տեղյակ լինեն, թե փոխհատուցող վեցից որքանն է իրենց ասելով կաբինետին, որքանն է բուժհաստատությանը։ Ճիշտ ասած, ծրագրով մեծահասակներին 6000 ինչքանով որ ինֆորմացիան կա 6000-ը տրվում է պետության կողմից, 6000-ը վճարում է հիվանդը, որովհետև մերը գործիքային կաբինետ է համարվում, բայց հաշվարկայինը մեզ տեղյակ պահել են, որ այդ գումարից կայացած ինչքանը պետք է գա կաբինետին, բայց հիմա ներկայապահին չեմ կարող կոնկրետ ասեմ ինչքան պետք է լինի, էլի։ Հստակ տիրապետել ֆինանսական հաշվարկներին, թե համավճարից ինչքանն է կազմում բուժաշխատողի հասանելիքը, դա կօգնի մասնագետին հասկանալ աշխատավարձի չափը։ Այն ֆիքսված ու հաստատուն չէ, կախված է սպասարկման ծավալներից ու քանակից։ Տարեսկզբին այս թեման բուժաշխատողների մոտ ամենաշատ քննարկվողներից էր։ Աշխատավարձերի սահմանաչափերի հետ կային անհամաձայնություններ։ Առողջության ապահովագրության հիմնադրամն այդ հաշվարկի մեխանիզմներն արդեն ունի մշակած։ Բժիշկները ասում են, մենք չենք հասկանում վարձատրության մեխանիզմը, բացի փոխհատուցման կարգը բոլորին իրազեկելուց ուղարկելուց տրեյնինգներ անցկացնելուց բացի մենք հասկացանք, որ կարելի է բժիշկներին տալ գործիք եւ UHF.am կայքում կա հստակ հաշվիչ, որտեղ բժիշկը կարող է մտնել, լրացնել, քանի խորհրդատվություն է արել, քանի այց է արել, ինչ ծառայություններից է օգտվել եւ իր աշխատավարձը ավտոմատ կգեներացվի եւ ինքը կտեսնի։ Առողջության ապահովագրության համակարգն ավելի է ընդլայնվելու։ Հաջորդ փուլով 2027-ին նախատեսվում է շահառուների ցանկումներ առել մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին։ Մեր համար գերնպատակ է, որ 28 թվականի հունվարի 1-ից մեր ազգաբնակչության 90-ից 95% լինի ապահովագրված, իսկ 27 թվականի հունվարի 1-ից տաքսու վարորդներ են ներդրվել, մենք հիմա գիտեք ունենք աշխատավարձի շեմ 200,001 դրամ, դա է դուրս գալու, գյուղական տնտեսությամբ զբաղվող մարդիկ են եւս ներգրավելու այս սոցխմբում եւ մեր համար շատ կարեւոր է, որ բուժհաստատությունները պատրաստ լինեն այդ խմբերին ընդունել։ Հունվարից գործող առողջության համընդհանուր ապահովագրության առաջին փուլի շահառուներն են 200,000 դրամ եւ ավելի աշխատավարձ ստացողները, մինչև 18 տարեկան երեխաները եւ 65-ից բարձր տարիքի անձինք։ 6 ամիսների ընթացքում Շիրակի մարզի բոլոր բուժհաստատություններում 244,000-ից ավելի ապահովագրական դեպքով սպասարկում է կատարվել, որի դիմաց փոխհատուցումը կազմել է 1 միլիարդ 41 միլիոն դրամ։ Մարինե Տերբինյան, Հարություն Չակմիշյան, Հորիզոն։ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի միջազգային որակավորում ունեցող փրկարարները Գյումրիում երկօրյա ուսումնամարզական վարժանքներ են անցկացրել։ Ստորաբաժանման փրկարարները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում ինչպես Հայաստանում, այնպես էլ անհրաժեշտության դեպքում օգնության են մեկնում աշխարհի ցանկացած կետ։
Թքնածին աղետներից ու դժբախտ պատահարներից, հրդեհ, փլուզում, ջրհեղեղ, երկրաշարժն եւ այլ արտակարգ իրավիճակներից ոչ ոք ապահովագրված չէ եւ միշտ չէ, որ կա անհրաժեշտ պատրաստվածությունը վտանգը արագ չզոքացնելու, տուժածներին օգնության հասնելու, փրկելու համար։ Խոճապի ու տագնապի պահին առաջին արձագանքը հաճախ մեկն է՝ զանգահարել փրկարարներին։ Նրանց հաճախ անվանում են մերօրյա հերոսներ։ Ցրտի, շոքի, կրակի ու ամենաբարդ պայմանների մեջ նրանք վտանգելով սեփական կյանքը հայտնվում են վտանգավոր գոտում, տուժածների կյանքը փրկելու համար։ Դեպքի վայրում արագ օպերատիվ եւ անվտանգ գործելու համար փրկարարներն իրենք էլ պետք է մշտապես պատրաստ լինեն։ Այդ պատրաստվածությունը միայն ֆիզիկական ուժի ու դիմացկունության մասին չէ։ Այն նաեւ անհրաժեշտ տեխնիկա եւ սարքավորումներին տիրապետելու, ամենաբարդ իրավիճակներում ճիշտ եւ արագ կողմնորոշվելու կարողությունն է, որը կատարելագործում են ուսումնամարզական պարապմունքների ընթացքում։ Նման վարժանքները պարտադիր են եւ անցկացվում են տարին մի քանի անգամ։ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարների երկօրյա վարժանքներն անցել են Գյումրիում։ Տարբեր տեղերում եւ բետոնի կտրում եւ ջարդում եւ ամրակապում տարբեր էտապներում ենք աշխատել։ Ընդհանուր 36 ժամ այն տագնապի պահից մինչեւ փրկարարական աշխատանքների ավարտ գնահատվում ենք եթերով։ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը ստեղծվել է փրկարարական հատուկ ջոկատի բազայի վրա եւ այսօր միավորում է 7 մասնագիտացված ջոկատ։ Դրանցից 4-ը փրկարարական են, մեկը կինոլոգիական, մեկը ջրասուզական, իսկ եւս մեկը մասնագիտացված մոտոցիկլավարների օղակն է։ Կենտրոնում ծառայությունը իրականացնում 94 փրկարար, հետախույզ կինոլոգներ, լեռնափրկարար տեսանտներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքերի հրահանգիչներ, մոտոցիկլավարներ եւ ընդհանուր պրոֆիլի փրկարարներ։ Կենտրոնը ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի ինսարագի անդամ է։ Մեր գործընկերների շվեյցարացի գնահատմամբ ստացվում է եւ լավ է ստացվում է, լավ է աշխատանքները առաջ են գնում։ Խորհուրդներ են տալի, թե որ կետում ոնց ավելի ճիշտ կլինի պահել փրկարարական աշխատանքները իրականացնել։ Փրկարարների հետ նույն բարդ ու վտանգավոր ճանապարհն են անցնում նաև շտաբ բուժօգնության արագ արձագանքման բրիգադները։ Փրկարարծառայության բուժկանխարգելման բաժնի ավագ հրահանգիչ, փրկարարծառայության փոխգնդապետ Նունե Իսրայելյանն արդեն 12 տարի ամենատարբեր իրավիճակներում հայտնված մարդկանց օգնություն է ցուցաբերում։ Նրա համար փրկարարությունը պարզապես աշխատանք չէ, այլ առաքելություն ու մեծ մարդասիրություն։ Փրկարարծառայությունը դա թիմային աշխատանք է եւ դա առաքելություն է ավելի ճիշտ, ոչ թե աշխատանք եւ բոլորը անկախ պաշտոնից եւ կոչումից եւ զբաղեցրած հաստիկներից ուրեմն սիրով կատարում են իրենց գործը։ Ամենօրյա ծառայության կողքին ուսումնամարզական վարժանքները բուժբրիգադների համար եւս անհրաժեշտություն են մասնագիտական հմտությունները կատարելագործելու եւ ցանկացած վայրում առաջին բուժօգնություն ցուցաբերելուն պատրաստ լինելու համար։ Տարբեր արտակարգ իրավիճակների ժամանակ, եթե արտերկրներից երկրներից պահանջվում է օգնություն եւ տուժածների քանակը շատ է եւ առհասարակ բնակչությանը բուժօգնություն է հարկավոր, ուրեմն մենք կարող ենք մեկնել այդ երկիրը եւ ցուցաբերել բժշկական օգնություն։ Ինսարակ թիմը ինքնաբավ է, թե փրկարարական առումով, թե բժշկական առումով եւ մինչեւ 7 օր ժամկետով, նայած ինչ արտակարգ իրավիճակ է, մենք ներկայանում ենք այլ երկիր եւ կատարում ենք որոնողափրկարարական աշխատանքներ։ Միջազգային դիտորդները տեղում հետևում են աշխատանքներին, գնահատելով յուրաքանչյուր գործողություն։ Վարժանքները դրական արդյունքով ավարտելու դեպքում հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնն ու բուժկանխարգելման բաժինը հնարավորություն կունենան ինսարագի շրջանակում կրկին մասնակցել միջազգային որոնողափրկարարական աշխատանքներին Հայաստանի սահմաններից դուրս։ Հասմիկ Թումասյանը, Արադ Ծատուրյան, Հորիզոն։ Անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո Նովորոսիիսկի երրորդ եւ վերջին հացահատիկի տերմինալը դադարեցրել է գործունեությունը։ Դելո ընկերությունների խումբը, որին պատկանում է տերմինալը, հայտարարել է, որ դադարեցնում է ավտոմոբիլային եւ երկաթուղային տրանսպորտի բեռնաթափումը, նավերի վրա հացահատիկի բեռնումը եւ այլ գործողություններ աշխատողների եւ ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու համար։ Օգոստոսի 12-ին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով աշխատանքը դադարեցրել էին Նովորոսիիսկի հացահատիկի մյուս երկու տերմինալները եւս ԿՍԿ-ն Ռուսաստանի խոշորագույն ծովային հացահատիկի տերմինալներից մեկն է, որի փոխադրման հզորությունը տարեկան կազմում է 10.5 միլիոն տոննա հացահատիկային բեռ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով մինչև 100% մաքսատուրք է սահմանել ԱՄՆ ներմուծվող որոշ տեսակի անօդաչու թռչող սարքերի եւ դրանց բաղադրիչների համար։ Սպիտակ տան հաղորդմամբ 100% մաքսատուրքը կգործի 25 կիլոգրամից ավելի առավելագույն թռիչքային զանգված ունեցող անօդաչուների, ջերմատեսիլներով հագեցած դրոնների, դրանց կայանների, ինչպես նաեւ որոշ բաղադրիչների ներմուծման դեպքում։ Միևնույն ժամանակ մինչև 25 կիլոգրամ քաշ ունեցող անօդաչուների եւ որոշ բաղադրիչների համար սահմանվել է 25% մաքսատուրք։ Թրամփի խոսքով նոր միջոցառումները մասնավորապես նպատակ ունեն ամրապնդել Միացյալ Նահանգների ազգային անվտանգությունը եւ խթանել անօդաչու սարքերի արտադրությունը երկրի ներսում։ Հրապարակված փաստաթղթերում սակայն նշվում են նաեւ բացառություններ Եվրամիության երկրներից, Հարավային Կորեայից, Ճապոնիայից, Շվեյցարիայից, Լիխտենշտեյնից, ինչպես նաեւ Թայվանից ներմուծվող նման ապրանքների համար առավելագույն մաքսատուրքը կկազմի 15%, իսկ Մեծ Բրիտանիայից ներմուծման դեպքում ոչ ավելի քան 10%։ Իտալիայի Սիցիլիա կղզում գտնվող Եվրոպայի ամենամեծ գործող հրաբուխը Էտնան շարունակում է ժայթքել։ Գիշերվա ընթացքում հրաբխից կրկին լավայի հոսքեր եւ կրակե գնդեր են դուրս եկել, երկինք են բարձրացել ծխի եւ հրաբխային մոխրի հսկայական ամպեր։ Էտնայի ակտիվությունը շարունակում է լրջորեն խաթարել օդային հաղորդակցությունը։ Հրաբխային մոխրի պատճառով վերջին օրերին Կատանիայի օդանավակայանում հարյուրավոր չվերթներ են չեղարկվել կամ ուղղորդվել Սիցիլիայի այլ օդանավակ։ Ճապոնիայի կենտրոնական շրջաններում շարունակվող հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել, ևս մեկը համարվում է անհետ կորած։ Տեղի իշխանությունների տվյալներով տարերային աղետի հետևանքով ամենաշատը տուժել է Չիբա պրեֆեկտուրան։ Այստեղ տարհանման հրահանգ է տրվել ավելի քան 120,000 մարդու։ Հորդառատ անձրևների հետևանքով վնասվել են էլեկտրահաղորդման գծերը։ Ավելի քան 25,000 տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության։ Տեղումները խափանումներ են առաջացրել նաև երկաթուղային հաղորդակցության ոլորտում։ Մասնավորապես դադարել են բնականon աշխատել Նարիտա միջազգային օդանավակայանն ու Տոկիոն կապող երկաթուղային գծերը։ Դրա հետևանքով հազարավոր մարդիկ մնացել են օդանավակայանում։ Այժմին այսքանը, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։ Իսկ ես նշեմ, որ քիչ անց Շանթ Գյումրիի ուղիղ եթերը կշարունակի տեսանկյուն հաղորդաշարը, տեսանկյան հյուրն է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի սոցիալական գնահատման բաժնի պետ Էդգար Բզնունին։